Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքվին իբր խանգարում էին խաղաղության պայմանագրի հաստատման համար։ Փաշինյանն էլ հաստատում է, ինչ-որ պահից ակնհայտ է դարձել, որ չի հաջողվում ու չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով։ Մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել։ Գործ ունենք մարդու իրավունքների հետ, միջազգային իրավունքի մասնագետն է պարզաբանում։ Մի կողմից պետությունը իշա երրորդ անձանց պաշտպանության դիմում է գործողությունների ու ակնկալիք է ձևավորում, որ իր քաղաքացու իրավունքները պաշտպանված են, բայց երբ քաղաքական գործընթացի շրջանակում հետ է կանչում հայցերը, փաստորեն արձանագրում է, որ այդ մարդկանց իրավունքները պաշտպանված չեն։ Թույլատրելի կլիներ, եթե գոնե մասնակի դրանց լուծման ուղղված քայլեր ձեռնարկված լինեին Ադրբեջանի կողմից եւ Հայաստանը օրինակ համարելով, որ մասնակիորեն հայցերը առարկա զուրկ են դարձել, որտեղ միջպետական համագործակցությունը եւ հարաբերությունների բարելավումը նպաստել է ինքնաբերաբար կամ առանց դատական գործընթացների խնդիրների լուծման, սա կարող էր ինչ-որ չափով լեգիտիմացնել։ Գործընթացը իրավական կլիներ որոշակի առումով ընդունելի, եթե Հայաստանը դատարանի միջոցով սահմանված կարգով հաշտություն կնքեր Ադրբեջանի հետ։ Այստեղ կլիներ միջազգային հսկողական մեխանիզմ, սա լեգիտիմ ճանապարհ է, բայց Հայաստանը ընտրեց արտադատական քաղաքական որոշման ճանապարհը։ Իրավապաշտպանը համոզված է, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կվարանի կրկնել նախկին հանցագործությունները կամ շարունակել բացեիբաց պնդել, թե Հայաստանը հետ է կանչել հայցերը, որովհետև անհիմն են։ Սա պետք է մեկնաբանել որպես քաղաքական քայլ, որը դեմ է արդարադատությանն ու ճշմարտությանը եւ այն արհեստականորեն միտված է խաղաղության օրակարգի սպասարկման այն պարագայում, երբ առանց անցումային արդարադատության ուզած անձանց իրավունքների վերականգնման հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության։ Թեև պաշտոնական Հայաստանը ձևակերպում է փոխզիջում, այնուամենայնիվ Ադրբեջանը որևէ կորուստ չի ունենում, հայտնվում է շահավետ դիրքերում։ Իր հանցագործությունները մաքրվում են, իսկ Հայաստան ունենում է միակողմանի կորուստներ, իրավական պահանջները, որոնք նաև պատմական փաստերի վկայություն են, փաստորեն հոդս են ցնդում։ Սա պարզապես բարոյական պարտություն է։ Տիգրան Նույգուրգինյան, ժամը լրատվական։